Ողջունում եմ բոլորիդ, ավանդույթը չխախտելով, ես ձեզ ներկայացնում եմ մեր հերթական աշխատանքային օրը եւ ժպիտը դեմքիս ասում եմ, որ անձրև է գալիս, բայց խնդրում եմ, ասում եմ Աստված ջան, թող արև լինի, որովհետեւ այսօրվա հետ կապված այնքան բան ենք պլանավորել եւ նորից պետք է ասեմ, որ աշխատանքները այնքան շատ են, մի տեղից անում ենք, այն մի գործն է բացվում ու այսպես շարունակ, բայց նաև պետք է շեշտեմ, որ դա կապված չի ֆինանսի հետ, ֆինանսական ծախսերի հետ, այլ ավելի շատ պահանջում է ֆիզիկական աշխատանք, որովհետև երկար տարի ոչինչ արված չի եղել եւ փորձում ենք մեր աշխատանքի գրաֆիկի արանքում տեղավորել նաև հյուրատան կազմակերպչական շինարարական աշխատանքները եւ քանի որ անձրև է, իսկ մենք այսօր պլանավորել էինք շաբաթօրյակ եւ ես մի ամբողջ շաբաթ պատրաստվում էի գնումներ էի կատարել, որ պարկեր հիմնականում որ աղբը հավաքենք եւ այլն, բայց կանենք, այս անձրևը կկտրվի, այնտեղ տեսնում եմ արդեն արևը դուրս է գալիս եւ ինչպես ասում են ու природы нет плохой погоды մենք ներսի աշխատանքները բավականին առաջ ենք գցել, որովհետեւ մեզ այսօր եկել է հյուրը որն է կրակն է ընկել, բայց մենք երջանիկ ենք Մանվելը, ով եկել է Գերմանիայից եւ ովքեր ճանաչում են ինձ թվում է իմ բոլոր ընկերներին նույնպես ճանաչում են Մանվելը Տավուշի մարզի Բերդ քաղաքում տուն է կառուցում արդեն քանի տարի իր ձեռքերով եւ արդեն մենք անցել ենք մեր խոհանոցի աշխատանքներին այսօր այսպես որոշեցի ձեզ բոլորին ծանոթացնել իմ ընկերներին որ դուք էլ ճանաչեք ովքեր իրենց ներդրումն ունեն, չնայած բոլորի անունները հատ-հատ գրում եմ եւ հետո կներկայացնեմ։ Հարութը, Հովքի Հարութը, իմ լավ ընկերը երկար տարիների կանաչ Արահետի թիմի անդամ, մամայիս սիրելիներից, ապագա արդեն հայտնի գյուղատնտես, շատ հետևից մի ինգի Հարութ ջան։ Մուստաֆայի մասին պետք է խոսեմ հպարտությամբ, իմ արաբ ընկերն է, ով արդեն 2 տարի է Հայաստանում է եւ այսօր նույնպես եկել է մեզ օգնի իմ տեսած բոլորի մոտ ասում եմ պատմում եմ որովհետեւ շատ հպարտանալու է իմ տեսած ամենակոկիկ ամենակարգապահ ամենահամեստ տղամարդն է ով երբ որ տեսնում ես ինչպես է հագնված դուրս գալիս Վերնաշապիկը գեղեցիկ արթուկված, գիտեք արթուկը իմ համար ցավոտ թեմա է եւ հարգանքով, հարգալից ես ուղղակի հպարտ եմ, որ ունենք այս տիպի ընկեր Մուստաֆա անունով եւ մեր աշխատանքների ժամանակ արդեն հաճախ նրան կտեսնեք, որովհետեւ հնարավորինս փորձելու ենք նրան աշխատանքով նաեւ ապահովենք։ Գնանք տեսնենք Այստեղ ինչ կա չկա, այստեղ չհասցրեցի ասել չքանդեք, քանի որ մանվելը ուզում ամեն ինչ սիրուն ու իդեալական լինի, այստեղը քանդեցին, որ նորից սարքեն։ Ասեմ, որ այս վարդակները մենք կմաքրենք եւ որը որ հին կլինի, ես մանիկյուրով, այս մեկը կփոխենք։ Սիրուն գույներ կտամ, որովհետև այստեղ գույներ շատ են լինելու, սուրճ ենք խմում։ Կարծում եմ Աննային նույնպես բոլորը ճանաչում եք։ Ձերքով արա Աննա ջան, Աննան էլ մեր Ավստրիայից վերադարձած նախկին սփյուռքահայ է, Թալինից եմ այդ բառը սովորել մեր իմ քայլի հիմնադրամի Եվ իմիջայլոց կարանք մանվելին էլ նախքին սփյուռքահայ ասենք էլի, ինքն էլ է հիմնականում ստեղ եւ էլի արձագանքել կամավոր եկել օգնում է եւ ասեմ որ մենք սուրճը ովքեր չեն եկել որ հասկանաք ինչ եք կորցրել սուրճը մոցարտով ենք խմում եւ բաժակով չէ Սևանի գաթայով ծովագյուղից բերված
Մի խոսքով, տեսեք, իմ ամենասիրած վիճակն է խառը, ինչպես ես ու իմ բնավորությունը, բայց հետո ձեզ ավարտը ցույց կտամ եւ կտեսնեք ինչ հրաշք ենք ստացել։ Տաթևի բերած ծաղիկները, բայ ոնց մոռացա ուղարկեմ ծաղիկները։ Եվ Տաթևը, ում արդեն ճանաչում եք էլի իմեջից, ընկերացել ենք վերջերս, որովհետև մենք նրա եւ նրա 3 տղաների խավորն ենք լինելու, Կարեն էլի։ Ես էլ առիթից օգտվում եմ այտենց, որպես իբր խավոր կին։ Թե չէ եկեղեցին ասում է խավորը կա, խավոր կինը պետք չի։ Շատ ուրախ ու լավ խնդրում ենք կատարել։ Մենք էլ շնորհակալ ենք։ Ապրես, շնորհակալ եմ։ Դե ինչ, ես պարզապես փորձեցի ձեզ հետ կիսվեմ եւ ոգևորեմ եւ տրամադրեմ, որ ովքեր ունեն գյուղում հյուրատուն, կանգ մի առեք, օր մի կորցրեք, մի նայեք եղանակին, մի նայեք տրամադրությանը, սկսեք ձեր տունը վերածել հյուրատան եւ մի ասեք, որ գումար չկա, որովհետեւ մենք ամեն ինչը բերում ենք մեր տնից, ես ինչպես ձեզ արդեն ասել եմ, մեր նկուղն ենք դատարկում, հին իրերը, որոնք որ ամեն տարի տեղադրել ենք, ասել պետք կգա, հիմա բերում ենք, կհղկաթղթենք, կներկենք, կկարգավորենք, ես անգամ ծախսերն եմ գրում, որ ձեզ ներկայացնեմ, ինչքան ծախսեցինք 1.5 ամսվա մեջ, քանի օր նաև ծախսեցինք, որ տունը հյուրատուն դարձնենք, դե արդեն ըստ ձեր տան պահանջների դուք ինքներդ եք որոշելու, ինչքան ժամանակ եք տրամադրում, մեր ժամանակը շատ սուղ է, բայց քանի որ այս ոգևորությունս կա, այս տրամադրվածությունս կա, անպայման ես ուզում եմ հունիսի 1-ին ունենանք բացում մեր հյուրատան, որի անունը որոշել եմ Laodao BNB, բայց դրա մասին կպատմեմ ձեզ մի ուրիշ օր։ Շնորհակալ եմ, որ հետևում եք իմ էջին, ձեզ ասում եմ ամենալավն ու բարին եւ արև ձեզ։